Հա, Սոնա ջան։ Նարե մենակ ես։ Հա։ Նարե քեզ շատ կարևոր բան պետք է ասեմ, բայց խնդրում եմ հարցեր չտաս։ Սոն, ինչ է եղել։ Սոնա։ Բա ինչի՞ չես շարունակում։ Այս աղջիկան ինչ եղավ։ Չէի նկատել, որ եկել ես։ Ինչ որ գաղտնի բան էիր խոսում։ Չէ, Դե շարունակի։ Ոնց որ վախեցած ես, հա, Սոնա։ Ես եմ քեզ խանգարում, որ խոսաս։ չէ, Բա ինչի՞ չշարունակեցիր։ Հայկ, ես ընդամենը Նարեին տեղյակ էի պահում, որ երկրից եմ գնում, զգուշացնում էի։ Ու հետո ինչի դու չես թակում դուրս, կարող է իրոք գաղտնի բան էի խոսում, աղջիկական բան կարող է խոսեի, որը չպետք է դու իմանայիր։ Լավ, հիմա բան չեմ ասում։ Կարող է ինչ-որ իրոք աղջիկական բան էիր խոսում։ Չեմ ստիպում, որ ճիշտը ասես։ Իսկ ես երկրից սենց արագ գնալուդ որոշում այդ աղջիկական թեմաների հետ էլի կապ ունի։ Չէ, ուղղակի ուզում եմ մի քիչ էլ ես հանգստանամ ու հեռու լինեմ այստեղից։ Սոն ջան, պատրաստվի։ Մի ժամից դուրս են գալի։ Թռիչքը լուսադեմին է։ Լավ, պապ ջան։ Դե պատրաստվի։ Սոն, կներես, որ զանգեցի, ուղղակի հետո հասկացա, կարողա մարդ եկավ մոտդ անհարմար էր քեզ։ Երբ որ ազատվես քեզ հարմար լինի, ես քեզ եմ սպասում, խնդրում եմ զանգի հասկանամ ինչ է եղել։ Տղեկ, ես Սոնային ճանապարհ դնելուց հետո հետ չեմ գատում։ Կգնամ ամառանոց, մի քանի հատ գործ ունեմ անելու։ Դուք էլ ստեղ ձեր համար հանգիստ կլնեք։ Սրանից հանգիստ էլ չի լինում, քերի։ Բայց շատ միանգամից չորոշեց, որ պիտի գնա Սոնան։ Շատ լավ որոշում էր։ Նամանավանդ հիմա իրան պետք է այդ փոփոխությունը։ Քերի, ինչ ուզում ես ասա։ Մեկը շատ հանկարծակի որոշեց, որ պիտի գնա։ Հենց տպավորությունա ոնց որ ուզեց ինչ-որ մի բանից փախնի։ Հայկ ջան, մարդիկ շատ բաներից են փախնում։ Իրանց հիշողություններից, իրաց զգացմունքներից։ Սոնանը նույն ձևի։ Իրան պետք է հիմա մոռանալ այդ ամեն ինչը։ Մի հարցը որ կստացվի, թե չէ։ Իսկ հիմա Սոնային պետք չի ճնշել հարցերով։ Ինքը իմ հետ խոսել է։ Մենք իրար հասկացել ենք։ Եվ ես էլ եմ ուզում, որ ինքը գնա։
Ես պատրաստ եմ։ Մեքենան մի քանի րոպեից դե կլինի։ Վրան, ինչի է ստեղ։ Չգիտեմ։ Քունս չի տանում, մի տեսական հանգիստ եմ։ Ինչ որ բան ա եղել։ Ուղղակի վաղը մի քիչ հարցեր ունեմ լուծելու։ Բայց որ լուծեմ, ամեն ինչ լավ կլինի։ Քո ու Սոնայի հետ է կապված։ Չէ, ուղղակի ուզում եմ հասկանամ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է, չեք վիճել։ Չէ։ Բայց ինչի ես հարցնում։ Ուղղակի։ Լավ, ես ջուր վարձնեմ գնում։ Ինչ ես իրար խառնվել այ ախպեր։ Եթե ձյաձյաբուն տեղեկով ասում ամեն ինչ նորմալ է, ինչ ես քեզ sense պահում։ Որովհետև որ ես մտա սենյակ, Վարո։ Սոնան Նարեի հետ էր խոսում։ Ու ասում էր, որ ինչ-որ կարևոր բան կա ասելու ու ոչ մեկ պիտի չիմանար։ Ու շատ վախեցած էր։ Կարող է քերին չգիտի ինչա կատարվում ու նորմալ է, բայց ես էլ ու գիտեմ, ու այդ ամեն ինչի իրար եմ կապում ու հասկանում եմ, որ ստեղ մի բան են չի։ Մի խոսքով հիմա ինչ էլ իմանանք էլ արդեն ուշ է ինչ-որ բան փոխելու համար։ Կարող է մի կողմից էլ լավ է, որ Սոնան գնում է։ Արի գնանք քնելու։ Ալես ոնց ես քեզ զգում։ Արդեն լավ եմ, պապ ջան։ Նա եթե լավ չես, մի գնա։ Ես Տոմսեր մի բան կանեմ։ Չէ, ուզում եմ գնամ, ինձ թվում է, որ գնամ ավելի լավ կլինեմ։ Դե ոնց ուզում ես, չգիտեմ քեզ ինչ ասեմ։ Պապ, ինձ մի րոպե ժամանակ կտաս։ Կներես։
Հայք հիմա քեզ մի բան եմ ասելու, բայց բացատրությունների չսպասես, լավ։ Ես հիմա օդանավակայանում եմ, կապի դուրս չեմ գալու, բայց մինչև թռիչքս քեզ մի խնդրանք ունեմ։ Շատ եմ խնդրում, Նարեին ուշադիր կլինես, հա։ Արմոն շատ վտանգավոր մարդ է ու ես վստահ եմ, որ ինքը Նարեի դեմ ինչ-որ բան է մտածում, որի մասին ոչ ոք չգիտի։ Իրան վստահել ուղղակի չի կարելի։ Նարեն հաստատ վտանգի մեջ է։ Ես քեզ միշտ ասել եմ ու հետդ կռիվ եմ տվել, թե ինչի չես թողում ես վրամի մոտ գնամ, բայց հիմա ես եմ քեզ խնդրում, որ Նարեի կողքին լինես, քանի ուշ չի։ Հայք հիմա քեզ մի բան եմ ասելու, բայց բացատրությունների չսպասես, լավ։ Ես հիմա օդանավակայանում եմ, կապի դուրս չեմ գալու, բայց մինչև թռիչքս քեզ մի խնդրանք ունեմ։ Շատ եմ խնդրում, Նարեին ուշադիր կլինես, հա։ Արմոն շատ վտանգավոր մարդ է ու ես վստահ եմ, որ ինքը Նարեի դեմ ինչ-որ բան է մտածում, որի մասին ոչ ոք չգիտի։ Իրան վստահել ուղղակի չի կարելի։ Նարեն հաստատ վտանգի մեջ է։ Ես քեզ միշտ ասել եմ ու հետդ կռիվ եմ տվել, թե ինչի չես թողում ես վրամի մոտ գնամ, բայց հիմա ես եմ քեզ խնդրում, որ Նարեի կողքին լինես, քանի ուշ չի։ Բարի լույս, մամ ջան։ Բարի լույս։ Սուրճդ պատրաստ է։ Ապրես։ Բայց պապան չի խմում։ Պապաց սուրճը վաղուց խմել գնացել է։ Այսքան շուտ։ Հա, ինձանից շուտ էր արթնացել։ Եկա տեսա սուրճի բաժակը դրած է սեղանը, ինքն է գնացել է։ Ես այդ մարդուն չեմ հասկանում, գիտես, չեմ հասկանում հետը ինչա կատարվում։ Նենց տպավորությունն է, ոնց որ մեր հետ չի ուզում շփվի, ոնց որ մենք իրա թշնամին ենք։ Բալես ես հասկանում եմ քեզ, բայց ախր պապատ է։ Խնդրում եմ տենց մի խոսա։ Դե գիտես, ինքը հենց այնց ոչ մի բան չի ասում։ Հաստատ այդ պահվածքին հետո բացատրություն կլինի։ Հաստատ։ Բարի լույս ձեզ։ Բարի լույս։ Ոնց եք։ Անեկդոտա ջան, որ խնդրեմ ինձ էլ կոֆե կտաս, շուտ խմենք ու դուրս գանք։ Կտամ։ Էս բան է։ Չէ, քո հետ կապ չունի։ Լսի Արնոլ, այսօր ես օֆիս չեմ գալու։ Ինչի։ Բայց արդեն լավ ես, չէ։ Լավ եմ, բայց կարևոր ու անհետաձգելի գործեր կան, ու ես ընդամենը մի օր ունեմ։ Ինչ գործ։ Կարևոր։ Սոնան լավ տեղ ասավ։ Ինչի, ուր պիտի հասներ։ Թե երկրից գնալու էր։ Դրա համար եմ հարցնում։ Շնորհակալ եմ։ Ինչ ես դուրս տալիս, արա։ Ոնց դու չգիտեիր։ Դու ոնց որ բնավորություն ես, հա, սարքել, Սոնայի անունը անիմաստ տեղը տալը։
Բայց ես ինչ ասեցի վրան։ Ընդամենը հարցրեցի նորմալ տեղը հասել թե չէ։ Արմոն, նախ Սոնան ոչ միտեղ չի պատրաստվում գնա։ Եվ երկրորդ, թեկուզ եւ գնում է, այդ քեզ չի վերաբերվում։ Հա, էլի չի վերաբերվում, բան չասեցի։ Որ իմանայի չգիտեիր, ձեն չէ Երանի։ Հասկանում ես, որ դու հենց հիմա շարունակում ես էլի։ Կամ թեկուզ եւ գնում է։ Քեզ ինչ է թվում։ Դու պիտի իմանայիր, ես չէ, հա։ Շարունակել չշարունակելու բան չկա վրան։ Ուղղակի պատահաբար խոսակցություն եմ լսել։ Ինչ խոսակցություն։ Սոնայի ու Նարեի։ Նարեի։ Իզուրել ասեցի, թե ասա ինչ ես խոսում։ Ալո։ Ո՞նց ես։ Բարև Հայկ։ Բարև Նարե, ո՞նց ես, ամեն ինչ կարգին է։ Դե սովորական աշխատանքային առավոտների պես։ Չնայած մի բան կա, որ չեմ հասկանում, անհասկանալի զանգ եմ ստացել։ Ինչ զանգ։ Դու ես զանգել, Հայկ ջան։ Ինչ կա ասա լսում։ Հայկ։ Հա, լսում եմ։ Ընդհանրապես ես եմ քեզ լսում, որովհետև դու ես զանգել։ Լավ, վերջ։ Բան չի ասում։ Ուղղակի ուզում եի հասկանալ ամեն ինչ կարգին է մոտդ։ Դե անջատում եմ։ Սոնա արդեն 1000 անգամ զայնային եմ քեզ ուղարկել, մի հատ հետս կապի դուրս արի։ Ինչ էիր ասում ես որ Արմոյի պահով, ումից պիտի փրկեմ, ինչի պիտի փրկեմ։ Ինչ որ անհասկանալի կարգավիճակում եմ հայտնվել, ասա հասկանամ ինչ պիտի անեմ։ Մեկը մարդը որ չի ուզում հետդ կապի դուրս գա, չի գալու, ինչ ուզում ես արա։ Մի հատ նորից էլի Արմո։ Նարեի ու Սոնայի խոսակցությունն ես լսել։ Ես դիտավորյալ չեմ արել վրան։ Ինչ մեղքս տակցնեմ։ Մեկ-մեկ գնում եմ ատելյեի մոտ ու հեռվից Նարեին եմ նայում։ Տեսնեմ ոնց է, ինչ է անում։ Բայց այդ ինքը չի էլ նկատում։ Գոնե բավարարվում եմ նրանով, որ գոնե հեռվից տեսնում եմ իրեն։ Էս իմ հարցի պատասխանը չէր Արմո։ Դու իմ հարցին պատասխան ես։ Երեկ էլ էի գնացել ու այն պահին, որ Սոնան ու Նարեն դուրս եկան ատելյեից, Սոնան ասաց, որ դուրս է գալու երկրից։ Իսկ կարող է ինչ-որ մի բան սխալ ես լսել։ Չէ։ Նարեին բան չասես էլի։ Չէ, լուրջ։ Սխալ իրավիճակ է լինելու։ Աղջիկը վատ կզգա իրան։ Չեմ ուզում, որ իմ պատճառով իրան բան ասես։ Կարող է Սոնան խնդրել է, որ քեզ ոչ մի բան չասի։ Կամ էլ չգիտեմ, պայմանավորվել եմ, որ քեզ հետո ասի։ Արմո, դու գնա օֆիս ու ինձ մի սովորացրու, ես քրոջս հետ ոնց խոսամ։ Ամեն դեպքում Նարեն ոչ մի բան չի ասել Սոնային։ Դա Սոնայի որոշումն է եղել։ Հիմա աղջիկ են կարող է պայմանավորվել են, որ հետո քեզ ասի Նարեն։ Կամ էլ Սոնան չի ուզել, որ քեզ ասեն։ Վերջ Արմո։ Ասացի դու գնա օֆիս։
Ու ընդհանրապես պետք չի Նարեին ինձնից պաշտպանել։ Լավ, ոնց կասես, Վրամ ջան։ Բարի Լույս, Բարի։ կուզես կամարի բրդուց ձերքեմ։ Էրումա չէ, որ շտապում մարագութում եմ գնամ։ Դու այսօր խոսել ես Սոնայի հետ։ Չէ, ինչի։ Իսկ երեք։ Նարե հարցս չի լսվում։ Հա, լսում եմ, երեք եմ խոսել։ Բայց չեմ հասկանում ինչ ես հարցեր տալիս։ Սոնան գնում է երկրից։ Դե մի քանի օրով ընդհանրապես գնում է հանգստանալու։ Նորմալ բան է, չէ՞։ Չէ դու ձեռ ես առնում ինձ, հա։ Չէ, ես ինչի պիտի ձեռ առնեմ քեզ։ Որովհետև իմացել ես, որ երկրից գնում է ու չես ասել Նարե։ Ուր է գնում։ Չգիտեմ։ Խափում ես։ Չեմ խափում, ազնիվ խոսք չգիտեմ։ Ու հիմա ես պիտի հավատամ, հա քեզ։ Ազնիվ խոսք ես չգիտեմ ուր է գնում։ Ուզում ես ասես այդքան մարդկանց մեջից եկավ ու քեզ ասեց, որ գնում է, բայց չասեց, հա ուր։ Ու դու ուզում ես ես քեզ հավատամ։ Ես քեզ անկեղծ եմ ասում, ես չգիտեմ ուր է գնացել։ Հա ինձ ասել է, որ գնում է, բայց չի ասել ուր։ Ինչի պիտի ես քեզ խափեմ, եթե տեղը իմանամ։ Այ հենց այն պատճառով պիտի խափես։ Ինչ պատճառով որ չես ասել, որ Սոնան գնում է երկրից։ Ես քեզ չեմ ասել, որովհետև առաջինը մտածել եմ դուք իրար հետ կապ չունեք։ Երկրորդն մտածում եմ, որ ընդհանրապես մի քանի օրով է գնացել։ Ուրեմն տենց, հա։ Չէ, այդ նկատի չունեմ։ Նարե, ասա երբ ու ուր է գնացել։ Հեռախոսը անջատած է, անհասանելի է։ Ասա ուր է գնացել ու ես կյանքում էլ ոչ մի բան չեմ խնդրի քեզնից։ Հիմա ինչ ես հետս այս տոնով խոսում։ Շատ վատ է էլի, որ չես հասկանում։ Շատ վատ է։ Տեղն ասա։ Չգիտեմ։ Ես գիտեմ մենակ, որ երեք է գնացել, բայց ուր է գնացել, չգիտեմ։ Նարը երեք չէր հասցնի գնար, որովհետև երեք լրիվ ուրիշ պլաններ ունեինք։ Բայց ոնց որ թե հասկանում եմ, որ կարա լինի։ Սպասի։ Ինչին սպասեմ Նարե։ Սպասեմ, որ Սոնան փախնի, հա։ Ես գիտեի գոնե քուրս է իմ կողմից։ Ամեն դեպքում գոնե տենց էի սկսել մտածել։ Հայկ։ Ինչ ես այստեղ կանգնել։ Քեզ էի սպասում։ Հա, այդ արդեն հասկացա, բայց մտածեցի ինչ-որ բան կհորինես։ Ինչի պիտի ինչ-որ բան հորինեմ։ Դե տենց ավելի հեշտ է, չէ՞։ Քան բացատրես, թե առավոտ շուտ ինչի էիր զանգել, ոչ մի հստակ բան չէիր ասում, ու հիմա ինչի ես իմ ճանապարհին կանգնած։ Բայց պարտադիր է ամեն ինչի համար բացատրել, հա։ Լավ։
Ոնց կուզես։ Այդ դեպքում ես շատ զբաղված եմ, Հայկ։ Հաջողություն։ Սպաս։ Հայկ, ես զբաղված եմ։ Ես էլ պարապ չեմ, Նարե։ Բայց եկել եմ, որ ինձ բացատրես ու հասկանամ ինչա կատարվում։ Ես պիտի քեզ բացատրեմ։ Սոնան ինձ երեք ձայնային ա ուղարկել ու ասելա, որ վտանգի մեջ ես։ Ես։ Հա, դու։ Ասելա, որ ինչ-որ վտանգի մեջ ես ու Արմոյի հետ ա կապված։ Հիմա ինչ ա արել այդ Արմոն։ Հայկ, վերջացրու, էլի։ Ավելի լավ է ոչ մի բացատրություն չտաս, քան բոլորին իրար խառնես։ Արմոն շատ վտանգավոր մարդ է ու ես վստահ եմ, որ ինքը Նարեի դեմ ինչ-որ բան է մտածում, որի մասին ոչ ոք չգիտի։ Իրան վստահել ուղղակի չի կարելի։ Նարեն հաստատ վտանգի մեջ է։ Ես քեզ միշտ ասել եմ ու հետդ կռիվ եմ տվել, թե ինչի չես թողում ես վրամի մոտ գնամ, բայց հիմա ես եմ քեզ խնդրում, որ Նարեի կողքին լինես, քանի ուշ չի։ Հիմա էլ պիտի ասես, որ ոչ մի բացատրելու բան չունես։ Բացատրի, Նարե, բացատրի, հասկանամ ինչա կատարվում։ Սոնա, ես ինչ ես անում, քեզ թվում է փախնելով հարցա լուծվելու, հա Սոնա։ Ես քեզնից ընդամենը մի օր էի խնդրել, Սոնա, մի օր ընդամենը, այդքան դժվար էր, հա, սպասել է այդ մի օրը, Սոնա։ Դու ինձ բան էիր խոստացել, բան էինք պայմանավորվել։ Եթե քեզ թվում է չեմ գտնելու քեզ, չարաչար սխալվում ես, Սոնա, ուզում ես աշխարհի մյուս ծայրերը, ուզում ես հերդ 1000 հոգի պահակ կանգնացրած լինի մոտդ։ Մեկը քեզ գտնելու եմ, Սոնա, գտնելու եմ։ Բայլս ձացեք։ Բարի լույս, ուշանում ես։ Կներես վրամի հետ էի։ Չբարձրացավ վերև, չնայած ավելի լավ որ չբարձրացավ։ Ինքը օֆիս չի եկել։ Ինչի։ Չգիտեմ ձացակո։ Ինքը ինձ երբ է բան ասում, որ այս վերջերս հետս ոչ էլ նորմալ շփվում եմ։ Չնայած դրան ես փորձում եմ հետը շփման եզրեր գտնեմ։ Անկախ ամեն ինչից մի կյանք իրար հետ ենք ապրել։ Զանգի տեսուրը։ Ձացակո, իմ զանգերին չի էլ պատասխանում։ Կարող է դու զանգես։ Լավ, հիմա փորձեմ զանգել։ Մարդ ես կարող է պատասխանի, եթե իհարկե Սոնայի հետ չի։ Սոնան նենց աղջիկ չի, որ օթից ինչ-որ բաներ որոշի ու ասի։ Կամ անիմաստ ինտրիգներ սարքի։ Եթե զանգել է ինձ ու տենց դողացող ձենով ասում է, ուրեմն մի բան կա, Նարե։ Երեք էլ զանգել էր քեզ, որ բան ասեր։ Հիմա ինձ բացատրի հասկանամ ինչա կատարվում քո կյանքում։ Ինչ վտանգի մասին է խոսքը։ Հայկ, հնարավոր է Սոնան ինչ-որ բաների համար անհանգիստ է։ Բայց սխալ մարդու է ընտրել, որ ինձ պաշտպանի։ Հիմա կներես պիտի գնամ։ Իրերս պիտի հավաքեմ։ Այսինքն Տեղափոխվում եմ։ ինչի համար։ Կարևոր չի։ Այս տեղափոխվելդ էլ կապ ունի այդ վտանգի հետ։
Հայք, խնդրում եմ, Սոնայի ասածները մոռացի, գնա ապրի հանգիստ քո կյանքով։ Զգում ես, որ չես էլ հերքում Սոնայի ասածները։ Ինչ հերք եմ, ինչի համար հերք եմ։ Իմ համար վտանգավոր բաները այլևս վտանգավոր չի։ Բոլորս էլ գիտենք Արմոյի նպատակը որն է։ Մեկն է, ինքը մի բանի համար է պայքարում։ Ու այդ քեզ հասնելն է, չէ՞։ Հա։ Այսինքն էլի սպառնացել է։ Նարը մենք կարծեմ պայմանավորվել էինք, որ եթե Արմոն նորից ինչ-որ բան ուզի անի, ինձ պիտի ասես։ Ես քեզ ոչ մի բան չեմ ասելու, Որովհետև ինչ Նարը։ Սոնա ուր ես։ Սոնա գիտեմ որ ստեղ ես։ Մինչև չխոսամ չեմ գնալու։ Դե Հայկո ջան, լավ էլի բանալին իջա չես վերցնում։ Բարի օր։ Բարև։ Դու հասկանում ես, որ եթե հիմա ինձ ամեն ինչ չասես, ես իմ բան ու գործը թողած պիտի հետևիցդ ման գամ, որ քեզ հանկարծ մի բան չլինի։ Իսկ քեզ ինչ կլինի։ Ոնց քեզ ինչ։ Իմ պատճառով է Նարե։ Ու այդ բոլորը գիտեն, որ իմ պատճառով է։ Հերիք է էլի։ Մի հատ վերջացրու ես ամեն ինչը, ոչ մի բան էլ քո պատճառով չի։ Աշխարհը քո շուրջը չի պտտվում։ Պատկերացրու, որ Արմոն սիրում է ինձ։ Ու այնքան շատ է սիրում, որ ինքը ամենաստոր արարքներին է պատրաստ, մենակ թե իմ հետ լինի։ Հիմա մնում է այդ հիվանդի սերը դու ռոմանտիկ դարձնես Նարե։ Հիվանդա, թե ինչա, մարդը սիրում է ինձ։ Ինչ, Սոնան ինչ վտանգի մասին էր խոսում։ Որ Արմոն կհասնի իր ուզածին։ Ինչ է Արմոյի ուզածը։ Որ ամուսնանա իմ հետ։ Թող ամուսնանա։ Դու խելագարվել ես։ Չէ, չեմ խելագարվել, ուղղակի կյանքին այլևս վարդագույն ակնոցով չեմ նայում։ Գիտես ինչ եմ հասկացել։ Կարևոր չի սիրածդ մարդու հետ լինես։ Կարևորը քեզ սիրեն։ Որովհետև այդ անպատասխան սերը մահվան նման մի բան է, թույն է։ Ինքը կամաց սպանում է։ Ու որոշ ժամանակ հետո նայում ես ու տեսնում ես, որ եսիցդ ոչ մի բան չի մնացել։ Ավելի լավ է քեզ սիրեն։ Գոնե այդ դեպքում քեզ չեն տանջի։ Հակառակը, կփայփայեն քեզ, կսիրեն քեզ, կափսոսեն քեզ։ Արմոն հրեշտակ չի, բայց հնարավոր է ես եմ իրան հրեշտ դարձրել։ Մի հատ դու պատկերացրու։ Նայում ես սիրածդ մարդու աչքերին ու սառնասրտությունից բացի ոչ մի բան չես տեսնում։ Այդ ժամանակ ամենաբարի մարդն էլ կարա հրեշտ դառնա։ Այսինքն դու կարող ես ամուսնանաս Արմոյի հետ։ Հա։ Կարող է ամուսնանամ Արմոյի հետ։ Բայց դու Արմոյին չես սիրում, Նարե։ Ես չեմ հասկանում, քո ինչ գործն է, ես սիրում եմ, թե չէ։ Հա, ես կամուսնանամ Արմոյի հետ։ Արմոն իմ ընտանիքը կդառնա։ Մենք երեխեք կունենանք։ Ու այդ ժամանակ հնարավոր է ես երջանիկ լինեմ։ Իսկ եթե անգամ երջանիկ չլինեմ, գոնե կիմանամ, որ սիրում են ինձ։ Դու հատուկ ես անում։ Ինչն եմ հատուկ անում։ Ինչը քեզ դուր չեկավ։
Ինչը սխալ հասկացար։ Քեզ ինչ ես ում հետ կամ ուստանում։ Դու իրոք ոչ մի բան չես հասկանում։ Ինչ պիտի հասկանամ։ Ասա, Վարո։ Մի քոն եկել է։